Այսօր ի դեպ շարունակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի դատը։ Իշխանությունը զավթելու կոչի համար նա մեղավոր է ճանաչվել, 2 տարվա ազատազրկման դատապարտվել։ Հենց այս վճիռն է բողոքարկվել, փաստաբանները արդարացում են պահանջում։ Սրբազանի փաստաբանը այսօր հորդորել է նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնել, հաշվի առնելով նրա եւ մեղադրող դատախազի ընկերական հարաբերությունները։ Միջնորդությունը մերժվել է։ Հաշվանելով այն հանգամանքը, որ սույն գործով դատական կազմի նախագահ դատավոր Էմ Անասյանը մեղադրողներից Հարությունյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, նկատի ունենալով այն, որ մեկ այլ քրեական բարույթով այդ ընկերական կապի հաշվառմամբ դատավոր Էմ Անասյանին հայտնել են բացառ, որ ընդունվել է վերջին ստորից, իգիտություն ընդունելով սույն գործով իշխանական ճնշման բարձր ռիսկը, հիմք ընդունելով քրեական դատավարության 7-րդ գծի, մասնավորապես 66-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, Սունով բացարկ ենք հայտնում դատավոր Էմ Անասյանին և խնդրում ենք այն ընդունել, բացառելով նրա մասնակցությունը։ Ինձ որևէ հանգամանք չի կաշկանդել, ձեր խոսքում նշեցիք, որ աշխատանքային հարաբերությունները ինձ կաշկանդել են, բայց ես լրիվ այդ պատճառաբանություն բերեցի։ Ամեն դեպքում ձեր բացարկի միջնորդությունը հասկանալի է։ Տեսեք, բացի պարոն Հարությունյանից համակարգում աշխատող, իրավապահ համակարգում աշխատող, այլ բազմաթիվ ընկերներ, գործընկերներ ունենք բոլորս, թե պաշտպաններ, թե դատախազ, թե դատավոր։ Եթե մենք զուտ այդ հարաբերությունների այդ կոնտեքստը ընդունենք, արդյոք մենք արդարադատություն իրականացնելու խնդիր չենք ունենալու, որովհետև հաշվի առնելով մեր պետության հնարավորությունները, մեր փոքր պետություն, փոքր ազգաբնակչություն ունենալը, հիմնականում նույն բուհերում սովորել ավարտել, դրա արդյունքում ընկերական փոխհարաբերություններ